Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է և այսօր մենք հերթական ուղիղ կապ ենք հաստատել Մոսկվայի հետ, ուր մեզ հետ է միացել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Պարոն գեներալ, շատ հետաքրքիր զարգացումներ են վերջին շրջանում տեղի ունենում եւ պիտի ասեմ, որ այն աստիճանի տարօրինակ, որ տեսեք, մայիսի 9-ին Փաշինյանը մեկնեց Մոսկվա, բայց փոխարենը այդ հաղթանակի շքերթին չմասնակցեց Հայաստանի պատվիրակությունը ներկայացնող զորախումբը։ Իսկ ահա Ալիևը չմեկնեց Մոսկվա, բայց փոխարենը ադրբեջանցի զինվորականները այսպես խրոխտ քայլերով անցան Կարմիր հրապարակով։ Սա ինչ է, ինչու այդպես ստացվեց, ինչ մեկնաբանություն կտայիք։ Պարոն Ղուշյան, շատ լավ նշեցիք այդ մեզ վերաբերվող այդ յուրահատկությունները, որ մայիսին տեղի ունեցավ Կարմիր հրապարակում այդ շքերթի ժամանակ։ Առաջինը ասեմ, շատ երևի թե բոլորին հետաքրքիր է, թե ինչի Ալիևը մեկ օր առաջ իր այցը շքերթին մասնակցելու նպատակով չեղարկեց։ Դուք նկատում եք, որ մի քանի բարձրաստիճան Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչներ դրանից մեկ ամիս դեռ առաջ սկսել էին այցելել Ադրբեջան եւ փաստացի համոզելով Ալիևին, որ չեղարկի իր այցը եւ մասնակցի այդ շքերթին։ Կա երկու հանգամանք, որի հիման վրա Ալիևը որոշում է կայացնել չմեկնել։ Առաջինը իհարկե դա այն ճնշումներն են, որ եղել են Արևմուտքի կողմից Ալիևի վրա։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը ինչքան էլ իրեն անկախ այսպես ներկայացնի, բայց ոչ մի դեպքում անկախ պետություն չի։ Եվ Ալիևը քաչ հասկանում է, որ չենթարկվելով Արևմուտքին, նա մեծ ֆինանսական խնդիրներ կարող է ունենալ։ Դա առաջինն էր, իսկ երկրորդը նա էր, որ ռուսական կողմը ոչ մի կերպ չէր համաձայնվում այն բանին, որ Ադրբեջանը զավթի Զանգեզուրը։ Ռուսական կողմը կատեգորիկ դեմ է դրան։ Եվ իմ կարծիքով քաչ հասկացնել են տվել, որ եթե Ադրբեջանը ներխուժի Հայաստանի տարածք, ռուսական կողմը ստիպված է լինելու կատարել պայմանագրով նախատեսված Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ գոյություն ունեցող պայմանագրի հիման վրա պետք է միջամտի։ Բացի դրանից Զանգեզուրը, Սյունիքը դա այն տարածքն է, որ ամբողջ աշխարհը հասկանում է, ով որ հսկում է Սյունիքը, նա վերահսկում է ամբողջ Կովկաս։ Ես նշում եմ ամբողջ Կովկաս, եւ ռուսական կողմը կատեգորիկ դեմ է այդ գործողություններին։ Մենք նկատեցինք, որ նույնիսկ Իրանը խոսելիս Սյունիքի մասին, այս վերջի ժամանակները այնքան էլ կոշտ չի հայտարարում իր վերաբերմունքը այն բանին, եթե Ադրբեջանը սկսի գործողություններ եւ կատարի իր այսպես ամենակարևոր նպատակներից մեկը գրավի Սյունիքը։ Ռուսական կողմը կատեգորիկ դեմ է։ Դա է պատճառը, որ Ալիևը չմասնակցեց շքերթին։ Ինչ վերաբերվում է մեր երկրին,
Իհարկե ես իմ հաղորդումներից մեկի ժամանակ ասեցի, որ հայ ժողովուրդը ունենալով ավելի մեծ ներդրում մեծահայերենական պատերազմի հաղթանակում ու մեկ էլ չի մասնակցում շքերթին։ Կարծում եմ այն տղաները, որոնք քոչարի էին պարում Ռեյխստագի դիմաց 45 թվականին, երևի թե այն ժամանակ, եթե իրենց մեկը ասեր, որ հայերը չեն մասնակցելու շքերթին, երևի թե կնայեին այդ մարդուն, կասեին, այս մարդը գիժը։ Ես ճիշտն ասած չգիտեմ, մեր ղեկավարը եկել էր ինչ նայեր։ Գիտեք, չեմ ուզում ինչ-որ վիրավորական բան ասեմ, բայց բան կա, որ չես կարա չասես։ Այն կերպարը, որ նստած էր տրիբունայում, ներկայացնելով հայ ժողովրդին, ու երևի թե այդ բոլոր ղեկավարներից ոնց ասեմ, որ նորից եմ ասում, չնեղացնեմ, ամենա վատ տեսարանն էր ներկայացնում այդ շքերթի ժամանակ, թե արտահայտությունով դեմքի, թե իր պահվածքով, եկելա ստեղ ոչ մեկ համարյա ձերքով իրեն չի բարևե։ Մենք բոլորս դա տեսանք տրիբունայում։ Գալիս էին Բելարուսիայի նախագահին ձերքով բարևում էին, խոսում էին հետը, մեր ղեկավարը անկյունում նստած առամարանքի ներկայացված։ Ու դա իրա մեղավորությունն է, իրա պահվածքի արդյունքն է, դա հապկի մեր գործունեության սառեցման արդյունքն է, որ հարկ երկրների ղեկավարները չեն ուզում տեսնեն մեր ղեկավարին, չեն ուզում, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, ինչ ասեմ, մարդ պետք է թասիբ ունենա, որ գա նստի ու նայի իրեն կողմից ճանաչված, հաղթած ադրբեջանական զորքը ոնց է կարմիր հրապարակով անցնում։ Ավելի փիս ապտակ երևի թե դժվար լիներ հասցներ որևէ մեկը դիվանագիտական ձևով մեր ղեկավարին։ Իմիջիալոց մեր ղեկավարի մեղավորությունն է դա։ Ինքը չի ուղարկե այդ ստորաբաժանումը։ Ինչա չունեինք մի 100 հոգի լավ զինվորներ, որոնք կարող էին այնտեղ մասնակցել այդ շքերթին։ Ինչ է արել Ադրբեջանը երկրորդ համաշխարհային ժամանակ։ Ասում են նավթ ենք արտադրել եւ նավթ ենք վաճառել։ Բայց ես պիտի համաձայնվեմ այն կարծիքի հետ, որ այդ նավթն էլ 80%-ով այնտեղի հայ մասնագետներն են այն ժամանակ արտադրել եւ ապահովել սովետական միությունը։ Ադրբեջանի նավթա գազային համակարգում այն ժամանակ համարյա ադրբեջանցի չկար, 1-2 ղեկավար։ Ամբողջ ինժեներատեխնիկական կազմը համարյա հայերից էր կազմված։ Բայց Ադրբեջանը իր զորքը ուղարկում է, գալիս են շքերթին մասնակցում են, մեր հայերը չեն գալիս։ Այն դեպքում, որ հայկական դիվիզիաները միակ ազգային դիվիզիաներն են, որ հասել են Բերլին։ Բոլոր մյուս ազգային դիվիզիաները միջև այդ չեղարկվել են։ Հայաստանում վերջի շքերթը, ինչքան հիշում եմ, եղել է 15 թվականին։ 21 թվականին, երբ որ դառա պաշտպանության նախարար, օգոստոս ամսին, սեպտեմբերի 21-ին լրանում էր Հայաստանի անկախության 30-ամյակը։ Առաջարկեցի
Գոնե առանց տեխնիկայի շքերթ անցկացնենք մեր հրապարակում։ Կատեգորիկ մերժված ընդունվեց այդ առաջարկ։ Կարծում եմ, որ այդ մարդիկ ունակ չեն հաղթանակի շքերթ կազմակերպել Հայաստանում, ստեղ էլ չեն ուզում մասնակցեն։ Որտեղ պիտի մասնակցեն։ Որտեղ ամբողջ Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում են, որ Սյունիքը վերահսկվի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Միակը այսօր ասում եմ ձեզ Ռուսաստանն է եւ մասամբ Իրանը, որոնք կատեգորիկ դեմ են դրան։ Ու մենք ապտակ ենք հասցնում, զորք չենք ուղարկում։ Ինչ վերաբերմունք պետքա լինի։ Մենք հաշվի չենք առնում, որ այսօր Ռուսաստանի ղեկավարությունը կազմված է այն սերնդից, որոնք իրենց անցյալում ջերմ հարաբերություններ են ունեցել հայերի հետ։ Բա որ այստեղ սերունդափոխություն եղավ։ Եվ այդ սերունդափոխության արդյունքում մարդիկ եկան իշխանության, որոնք հայերին այդքան էլ լավ չեն ճանաչում։ Ինչ ենք անելու։ Երբ որ մենք մեր պատմության գրքերը փոխում ենք, մեզի ինչ որ փորձում են ինչ որ պատմություն հորինեն։ Ուզում եմ ասեմ, նման տհաճ երևույթ մայիսի 9-ին 45 թվից այս կողմ հայերի համար չի եղել։ Պարոն գեներալ, դե դուք հասկանում եք, որ այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության վիճակը մեղմ ասած շատ անմխիթար է։ Բավականին բարդացել է հողի եւ ջրի հարկը, եւ սա ել ավելի է բարդացնում գյուղացիների ծանր վիճակը։ Ձեր կարծիքով ինչ ելքեր են պետք գտնել, որ այս իրավիճակից կարողանանք դուրս գալ։ Պաղոշյան, որտեղ կառավարման հարցում պատասխանատվություն է կրում մեր իշխանությունը, բոլոր այդ ոլորտներում վիճակը լավ չի։ Իրենք զբաղված են ուրիշ հարցերով, իրենց չվերաբերվող հարցերով։ Չկա հստակ կառավարում ոռոգման ջրի ոլորտում։ Չկա հստակ քաղաքականություն գյուղատնտեսության ոլորտում։ Չկա ծրագրեր, որոնք պետք է զարգացնեն Հայաստանում գյուղատնտեսությունը։ Եվ այդ ամենը սպասելի է։ Ինչ վերաբերում է, ինչ պետք է անենք, ուղղակի պետք է կառավարման համակարգ ստեղծենք եւ կառավարենք այդ համակարգը եւ ունենանք համապատասխան ծրագրեր։ Համապատասխան ծրագրերը իրականացնելուց մենք պետք է ապահովենք գյուղացուն եւ ջրով եւ բոլոր այն պարագաներով, որը իրենց անհրաժեշտ է։ Բայց մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, գյուղնախարարություն։ Համակարգը իսկ սկզբանե ոչնչացվել է։ Դրա համար էլ չկա պատասխանատուներ։ Մեր մոտ այդպես է, մեր մոտ ոչ մի ոլորտում պատասխան չկա։ Պատասխանատու անձ գոյություն չունի։ Եվ ոչ մեկ գործող իշխանությունից այսքան ժամանակ ոչ մի բանի համար պատասխան չի տվել։ Չնայած բոլորի մոտ կներեք բարդակ է։ Բոլոր նախարարություններում բարդակ է։ Մեր մոտ հարստանում են միայն այն կատեգորիան, որոնք լիովին ֆինանսավորվում են արևմուտքի կողմից։ Բանկերի բոլոր վարկերը եւ վարկերի հետ կապված բոլոր եկամուտները ստանում է արևմուտքը։ Հայաստանը համարյա կոպեկներ է ստանում։ Չեն կարող ոչինչ կառավարեն, այդ թվում գյուղատնտեսությունը, ինչի մասին ենք խոսում։ Դրա համար էլ վիճակը այդպես է։ Չկա կառավարում, չկա գրագետ ղեկավարություն։ Տեսեք, երկրում տարվող այն հարկային քաղաքականությունը, որ այսօր պարզապես ել ավելի է բարդացրել մեր ազգաբնակչության թե նյութական, թե տնտեսական վիճակը, կարծես մի նպատակ է հետապնդում, ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես կործանել մեր, այսպես ասած, տնտեսության հիմքերը։ Ինչ եք կարծում, սա ինչ է միտումնավոր է արվում, թե պարզապես այս իշխանությունները անկարող են այլևս ինչ-որ ձևով մտածել երկրի վաղվա օրվա մասին։ Գիտեք, մեր երկիրը
այն երկիրն է, որում մենք ունենք բոլոր հնարավորությունները տնտեսությունը զարգացնենք։ Ընդամենը 2.5 միլիոն ժողովուրդ է մնացել Հայաստանում։ Տեսեք, աշխարհով մեկ հայերս ապրում ենք։ Ցույց տվեք մի երկիր, որտեղ հայերը վատ են ապրում։ Այդ ոնց է ալնում, գնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, չեմ ասում այն մարդիկ, որ ասենք գիտնականներ են կամ ինչ որ ինտելիգենցիա են ներկայացնում։ Ես խոսում եմ հասարակ մարդկանց մասին, որոնք ասենք էլեկտրիկներ են, մալյարներ են, քոչում գնում են, այնտեղ այդ երկրներում սկսում են լավ ապրել։ Հայաստանում ինչի չեն կարող լավ ապրել, որտեղ իշխանություն չկա, որտեղ չկա գրագետ ծրագրեր, տնտեսության զարգացնող ծրագրեր։ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։ Ոչ մի ծրագիր չկա։ Ուրիշ ձև Հայաստանի տնտեսությունը չես կարող բարձրացնել։ Եվ իհարկե այս 30 տարուց ավելա մենք անկախ երկիր ենք ու 30 տարուց ավել մենք ապրում ենք ի հաշիվ հլվոր այն բարիքների, որը առաջացել է սովետական միության ժամանակ։ Մինչև այսօր վաճառում ենք այն ունեցվածքը, որը ստեղծվել է այն ժամանակ։ Հարկերի շնորհիվ, հարկերը անվերջ բարձրացնելով, գալու է մի պահ, որ դա առաջացնի մեծ սոցիալական, այսպես խնդիրներ։ Մենք արդեն այսօր տեսնում ենք մեծ բողոքներ, իրենք հիմա կիրառում են այսպես քրեական գործեր նկարել, քրեական գործերով վախեցնում են ժողովրդին, փորձում են այդ ձևի պահեն, բայց դա երկար չի տևի։ Ես գիտեք, անցյալում երբ որ պաշտոնի էի, ղեկավարներից մեկին ասեցի, լսի, դատախազներով երկիր չեն ղեկավարում։ Չեմ նեղացնում դատախազներին, իրանք իրենց գործն ունեն, բայց դատախազների միջոցով երկիր չես կարող ղեկավարես։ Եթե դու դա անում ես, իմացի, որ ինքդ քեզ փոս ես փորում, քեզ հենց պաշտոնից հանեն, դու ես ընկնելու այդ փոսը։ Գիտեք, այդպես էլ եղավ, պարոն Ղուշյան։ Հիմա այդ անձին ում որ ասել եմ, չեմ ուզում անունը տամ։ Երևի մի 10 հատ քրեական գործ կա վրան։ Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին։ Այնպես տպավորություն է, որ Հայաստանում մի հատ Նիկոլ Փաշինյան է մնացել, որի վրա քրեական գործ չեն հարուցել։ Մնացած բոլորի վրա հարուցել են։ Այդ մարդիկ ծրագիր ունեն մենակ այդ ոլորտում։ Ինձ զեկուցում են, որ ցուցում կա, որ այս տարվա ընթացքում քրեական գործեր հարուցեն նախկին քաղաքապետերի վրա, նախկին գյուղապետերի վրա, նախկին մարզպետների վրա, կամ գործող են մարզպետների եւ քաղաքապետների վրա շարունակ հարուցել քրեական գործ, որոնք իրենց այդ քայով կոչված կուսակցությունից չեն։ Ինչ եք կարծում, իշխանափոխությանից հետո ինչ է լինելու իրենց հետ։ Ինչ է լինելու են նկարողների հետ։ Ինչ է լինելու դրանց հետ։ Երևի թե 10 պատիկ ավելի բեթար իրավիճակի մեջ են իրենք ընկնելու։ Այդ ձևի երկիր չեն ղեկավարում։ Չես կարող նման մեթոդներով դու կառավարես երկիր եւ զարգացնես այդ երկիրը։ Չես կարող։ Եվ մենք դա տեսնում ենք։ Գնալով իրավիճակը բարդանում է եւ վատանում է։ Մենք ունենք ծրագրեր եւ մեր ծրագրի համաձայն մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանի քաղաքացին, հասարակ քաղաքացին հարկ չպետք է մուծի, պետք է ազատվի հարկերից։ Այդ դեկլարացիա լրացնելն էլ ինձ թվում է պետք է բոյկոտել եւ ոչ մի այդպիսի բան չանել, չլրացնել այդ դեկլարացիաները։ Չլրացնել։ Իրենք դա էլ անում են ոչ թե հանուն էկոնոմիկայի, իրենք անում են, որ հեսա 26 թվի ընտրությունների ժամանակ արդեն սկսեն քվեարկողներին հասարակ մարդկանց կանչել,
ասել այստեղ դու սխալ կետ ես նշել կամ սխալ ստորագետ ես նշել կամ գրեթե քրեական գործ են քարություն կամ գնում ես մեր օգտին քվեարկում ես։ Դա է ամբողջ նպատակը։ Տեսեք, այնուամենայնիվ մեր իշխանությունները կարող էին, չէ, թեկուզ օգտվել Չիլիի օրինակից, երբ Պինոչետը գալով իշխանության կարողացավ այդ թշվառ երկիրը շատ կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնացնել։ Էլ չեմ խոսում Սինգապուրյան հրաշքի մասին, որի վարչապետը իսկապես հրաշք գործեց եւ իր երկիրը դարձրեց աշխարհի առաջատար պետություններից մեկը։ Ես կարծում եմ ոչ։ Եկեք տեսենք Չիլիում ով է եղել ղեկավար։ Եղել է գեներալ Պինոչետը։ Իմիջիալոց, որը ավարտել է մեր ակադեմիան, Ֆրունզեի ակադեմիան, ոսկե մեդալով, այստեղ Մոսկվայում։ Գլուխ գովալ չլինի, բայց ես էլ եմ ավարտել նույն ակադեմիան եւ ես էլ եմ ավարտել ոսկե մեդալով։ Այդ մարդը գրագետ մարդ էր։ Դա անելու համար պետք է գրագիտություն ունենաս։ Հիշում եք մեր երկրի վարչապետը մեկնել էր Սինգապուր եւ փորձում էր այնտեղ հասկանալ, թե ոնց այնպես արեցին, որ այնտեղ իրոք երկիրը այդպես միանգամից զարգացավ։ Բայց դա հասկանալու համար դի գրագետ լինես։ Եթե դու մի բանից չես հասկանում, դու ոնց կարաս գնաս մի հատ տեսնես ու հասկանաս։ Այդ այնց հեշտ լիներ, երևի թե աշխարհում խնդիր չէր լինի։ Մենք անգրագետ ղեկավարություն ունենք, նրանք ունակ չեն։ Ունակ չեն դա անեն։ Բացի դրանից, չեն կարող ընկերություն անեն։ Չկա ոչ մի երկիր, որի հետ իրենք կարող են ընկերություն անեն։ Նույն Պինոչետը ունեցել է լավ ընկերություն աշխարհով մեկ։ Սինգապուրի ղեկավարը հարգված մարդ է եղել։ Մերը ով է, մերը մենա տեսանք շղերթի ժամանակ, այդ պարադի ժամանակ պահվածքի ձևը ոչ մեկ չէր հարգում։ Դուք զգացիք, որ մեզ չէին հարգում։ Գիտեք, ես երբ որ երկրի ղեկավարը դուրս է գալի եւ ինքը հարգանքի չի ենթարկվում, դա վերաբերում է մեզ բոլորիս։ Ով ուզում է լինի այդ երկրի ղեկավար։ Երկրի ղեկավարը գոնե պետք է արտաքին տեսքով լինի երկրի ղեկավար։ Կարանա իրեն ներկայացնի։ Չի կարա ներկայացնի այդ մարդը։ Չի կարա, ինքը չի կարա ներկայացնի։ Մենք նախորդներին միշտ քննադատել ենք, բայց նախորդների գոնե արտաքին տեսքը երկրի ղեկավարի տեսք ունեին, երբ որ միտեմ մեկնում էին։ Չմտածեք, որ ես հիմա նրանց գովում եմ, դուք գիտեք իմ կարծիքը։ Բայց ոնց կարաս համեմատես, ասենք, մեր երկրի ղեկավարին, մեկ է Ադրբեջանի երկրի ղեկավարին։ Կայնացրեք իրար կողք ու նայեք։ Կամ Էրդոգանին, կանգնացրեք իրար կողք նայեք։ Չեմ ուզում ասեմ մյուս երկրների անունը։ Կայնացրեք իրար կողք։ Տեսեք։ Արտաքին տեսքը պետք է լինի ներկայացչական տեսք։ Ես մի անգամ հուշեցի, ասի մեր ապագա ղեկավարը, չգիտեմ ով պետք է լինի, հիշում եք, բայց հաստատ պետք է թրաշված լինի։ Ինքը գնաց թրաշվեց։ Բայց ոչինչ չփոխվեց, որտեվ հարցը թրաշ պահել եւ սափրված լինելը չի։ Հարցը, որ կարանաս քեզ ներկայացնես, որպես ազգի էլիտա, այդ մարդը չի կարա ներկայացնի հայ ազգը։ Ու չի կարա հասկանա ինչա պետք հայերին։ Չի կարա։ Ինքը գիտի, թե հեքիաթ է միջև հիմա գրում, եւ ինչ որ հեքիաթ է գրել հայ ժողովրդի մասին ու ուզում է մեզ համոզի, որ մենք այդ ժողովուրդն ենք։ Հեքիաթներով է զբաղված։ Չկա ոչ մի ոլորտ, ցույց տվեք, պարոն Ղուշյան, ես մի անգամ ձեզ նույն այդ հարցը տվել եմ։ Ցույց տվեք մի ոլորտ, որտեղից ուզում եք, որ մեր այսօրվա ղեկավարությանը հաջողությանը հասե։ Ցույց տվեք։ Ոչ մի տեղ, ոչ մի մասում։ Ցավոք, ձեր բոլոր ասացները իհարկե ընդունվում են այսպես միանձնյա, որովհետև դա միայն ճշմարտությունն է, բայց հուսանք, որ մոտ ապագայում այնուամենայնիվ հայ ժողովուրդը կարող է ճիշտ ընտրություն կատարել եւ ի վերջո մենք կունենանք երկրի այնպիսի ղեկավար, որի համար համենայն դեպս չենք ամաչի
միջազգային տարբեր ոլորտներում նրա երևալու պահին։ Այնպես որ ես նորից գալիս եմ այն կարծիքին, որ չգիտեմ ով է Փաշինյանի իմիջ մեյքերը, բայց վերլուծաբաններից մեկը շատ դիպուկ էր նկատել մանդարին վաճառողի գլխարկով գնալ Մոսկվա Կարմիր հրապարակ, չգիտեմ ում էր ուզում զարմանցնել Փաշինյանը, բայց դա շատ անհաջող փորձ էր։ Համամիտ եք։ Ես նորից եմ կրկնում, պարոն Ղուշյան, ես չեմ ուզում եւ երբեք անձին չեմ վիրավորել, բայց տվյալ պահին ես ձեր հետ համաձայն եմ, դուք իրավասու եք, որտեվ նորից եմ ասում, շատ կարևոր է ներկայացական տեսք ունենաս, ու դա մենակ տեսքը չի, այդ թվում պահվածք, նստելու ձև, խոսալու ձև, վերաբերմունքի ձև, հասկանում եք, դա չես կարա մարդուն 1-2 օրում սովորացնես, դա պետք է մեջը լինի, եթե կուզեք ծնված օրվանից, մարդու մեջը պետք է լինի։ Շնորհակալ եմ այսօրվա բաց զրույցի համար եւս, կարծում եմ առաջիկայում դեռ առիթ կունենանք շփվելու եւ ինձ ուրախացնում այն հանգամանքը, որ անկախ ամեն ինչից, որքան էլ դա ծանր լինի, դուք ասում եք միայն ճշմարտությունը, որը կարող է ինչ-որտեղ ցավացնում է, բայց դա է այն ուղին, որով մենք պետք է գնանք առաջ։ Մարդու ճակատին պետք է ասես ճշմարտությունը, այն ճշմարտությունը, առանց որի անհնար է կերտել վաղվա օրը։ Մարդը պետքա կարողանա դա ընկալի, որ իրեն ճշմարտություն են ասում։ Իրենք չունեն այդ ընկալումը։ Չունեն, ոչ մեկ չունի։ Ցավոք սրտի, այդ թափթփուկները, որ այսօր եկել են ղեկավարության, չկա մեջը մի մարդ, որ կարող է ներկայացնել հայ ժողովուրդ։ Ցավոք սրտի։ Մենք այդ իշխանությունը գցելու ենք, պարոն Ղուշյան։ Մենք այդ օրը տեսնելու ենք։ Մենք այդ օրը տեսնելու ենք ու իրանց վերջի էս ձկան թպրտոցն այն, որ ձուկը ջրից հանում են, այդ վերջի այդ թպրտոցն է իրանց։ Մենք հաղթելու ենք, պարոն Ղուշյան, ու ամեն ինչ լավ է լինելու։ Մեր ժողովուրդը եղել է, կա եւ լինելու է։ Ուզում է դուր գա Թուրքին, ուզում է դուր չգա։ Մենք միշտ լինելու ենք։ Ու եթե կուզեն միշտ էլ իրանց ներվերը ուտելու ենք։ Շնորհակալ եմ։ Լավ մնացեք։ Պինդ եւ առողջ ամենակարևորը։ Լավ եղեք։ Սերի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապ ենք հաստատել Մոսկվայի հետ եւ զրուցում ենք ձեզ քաջածանոթ համահայկական ճակատշարժման առաջնորդ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։